Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Իրանույշ Պապյանն եմ։ Անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում ու դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Ավելի քան 1 ամիս առաջ Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմի կրակը չի մարում։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը շարունակում են Իրանի ռազմավարական նշանակության օբյեկտների ռմբակոծությունները, իսկ Իրանը ի պատասխան դրա թիրախավորում է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաները եւ Իսրայելի տարածքը։ Այս ամենի խորապատկերին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times-ին տված հարցազրույցում նշել է, որ ինքը կնախընտրեր տիրանալ Իրանի նավթին, այդ հնարավոր քայլը համեմատելով Վենեսուելայում տեղի ունեցածի հետ, որտեղ Միացյալ Նահանգները մտադիր է անորոշ ժամանակով վերսկսել նավթարդյունաբերությունը նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո։ Նա նաև խոսել է Պարսից ծոցում գտնվող Իրանի Խարկ կղզին գրավելու իր մտադրության մասին։ Գուցե մենք տիրանանք Խարկ կղզին, գուցե ոչ, մենք շատ տարբերակներ ունենք։ Դա նաև կնշանակեր, որ մենք որոշ ժամանակ այնտեղ պետք է մնանք, ասել է նա։ Ավելին Wall Street Journal-ը հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին տեղեկացնում է, որ Թրամփը քննարկում է Իրանից մոտ 450 կիլոգրամ ուրանի առգրավման ռազմական գործողությունը։ Աղբյուրների համաձայն Թրամփը դեռ չի որոշել տա այդ հրամանը հաշվի առնելով ամերիկյան զորքերի համար ռիսկը։ Այնուամենայնիվ նա բաց է մնում այդ գաղափարի համար, քանի որ դա կարող է խանգարել Իրանին միջուկային զենք մշակելու։ Բացի այդ, Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է պատերազմը դադարեցնելու համար Միացյալ Նահանգների կողմից Պակիստանի միջոցով փոխանցված 15 կետանոց պահանջների մեծ մասին։ Այս մասին էլ հաղորդում է CNN-ը։ Միջազգային լրատվամիջոցների պնդմամբ Թեհրանը անցյալ շաբաթ անմիջապես չի ընդունել այդ 15 կետանոց ծրագիրը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախկինում խոստովանել է, որ հաղորդագրությունները փոխանակվել են միջնորդերի միջոցով, բայց կասկածանքով էր վերաբերվում Վաշինգտոնի դիրքորոշմանը։ Թրամփը նաև հայտարարել է, որ կարծում է Իրանի գերագույն առաջնորդ ու հանգուցյալ այաթոլլա Ալի Խամենեիի որդին Մոջթաբա Խամենեին ծանր վիճակում է կամ արդեն մահացած։ Նա եւս մեկ անգամ կրկնել է իր նախկինում արած հայտարարություններն այն մասին, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ վարում է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի բանակցություններ, հավելելով, որ Միացյալ Նահանգները գործ ունի բոլորովին այլ մարդկանց հետ եւ տեղի ունեցողը որակել է որպես ռեժիմի փոփոխություն, հավելելով, որ իրանական կողմը գործում է շատ խելամիտ։ Իսկ ահա Իրանը հերքել է Պակիստանում Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելու մասին ավելի վաղ հայտնած տեղեկությունները։ Տարածաշրջանային երկրների հետ Պակիստանի հանդիպումը նրանց կողմից ստեղծված բանակցությունների շրջանակն է, մենք չենք մասնակցել։ Նախորդ փուլից ի վեր Միացյալ Նահանգների հետ ուղղակի բանակցություններ չեն եղել, քննարկվում են մի շարք միջնորդներից, այդ թվում Պակիստանից ստացված հաղորդագրությունները, որոնք արտահայտում են Միացյալ Նահանգների ցանկությունն ու խնդրանքը բանակցություններ վարելու համար, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Միևնույն ժամանակ The New York Times-ը տեղեկացնում է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի թիվը ներկայումս գերազանցում է 50,000-ը։ Հրապարակումը նշում է, որ 2500 ծովային հետևակի եւ եւս 2500 նավաստիների ժամանմամբ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի թիվը գերազանցում է 50,000-ը, մոտավորապես 10,000-ով ավելի, քան սովորաբար։ Միևնույն ժամանակ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գրավոր ուղերձով դիմել է Իսլամական Հանրապետության քաղաքացիներին, այս մասին հաղորդում է Bild-ը։ Ուղերձում Խամենեին շնորհակալություն է հայտնել իրանցիներին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ դիմակայության ժամանակ ցուցաբերած աջակցության համար։ Գերագույն առաջնորդ նշանակվելուց ի վեր Մոջթաբա Խամենեին հանրությանը չի ներկայացել եւ սահմանափակվել է միայն մի քանի գրավոր հայտարարություններով։ Սա նրա առողջության ու գտնվելու վայրի մասին լուրերի ալիք է բարձրացրել։ Իրանական պետական հեռուստատեսության տվյալներով Խամենեին վերականգնվում է փետրվարի 28-ին Ալի Խամենեիի սպանության հետևանքով տեղի ունեցած ավիահարվածներից հետո։
Բրիտանացի դիվանագետը, որ մեղադրվում է լրտեսության մեջ, կարտաքսվի Ռուսաստանից, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ Մոսկվայի անվտանգության ու հակահետախուզական ծառայությունը հայտնաբերել է լրտեսության ապացույցներ, որոնք ըստ հաղորդման սպառնում են Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը։ Ծառայությունը նաև պնդել է, որ դիվանագետը կեղծ տեղեկություններ է տրամադրել եւ փորձել է ձեռք բերել զգայուն տվյալներ Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ։ Ռուսական Մալմուլը նաև տեղեկացնում է, որ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին այսօր կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Սա արդեն երկրորդ բրիտանացի դիվանագետն է այս տարի, որին Ռուսաստանը հարկադրում է հեռանալ երկրից լրտեսության մեղադրանքների պատճառով։ Մեծ Բրիտանիան մեղադրել է Ռուսաստանին ագրեսիվ ու համակարգված հետապնդման արշավ վարելու մեջ։ Իսլանդիան եւ Նորվեգիան, որոնք նախկինում մերժում են Եվրամիության անդամակցություն, այժմ ձգտում են միանալ դաշինքին անվտանգության նկատառումներից ելնելով։ Հիմնական խթանը Դոնալդ Թրամփի վերադարձն էր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում 25 թվականին։ Այս մասին հաղորդում է Պոլիտիկոն։ Դիվանագետների խոսքով Միացյալ Նահանգների նախագահի ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը Գրենլանդիան բռնագրավելու սպառնալիքները եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ նրա հռետորաբանությունը երկրներին ավելի են մոտեցրել Բրյուսելին։ Իսլանդիան արդեն արագացրել է Եվրամիության անդամակցության բանակցությունները վերսկսելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման ժամկետները։ Մենք ավելի ուժեղ կլինենք նման մտածողությամբ երկրներին ավելի մեծ խմբերում, որոնք պաշտպանում են ժողովրդավարությունը, ազատությունը եւ մարդու իրավունքները, ասել է Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորգերդուր Կատրին Գունարդսդոտիրը։ Իր հերթին Նորվեգիայի պահպանողական առաջնորդին Էրիկսեն Սյորդեյնեն նշել է, որ Եվրամիության անդամակցությունն այժմ կարևոր է երկրի համար այլ պատճառներով։ ՆԱՏՕ-ն ունի գործիքների մեկ հավաքածու, Եվրամիությունը մեկ այլ։ Ահա թե ինչու Եվրամիության անդամակցությունը կարևոր է անվտանգության տեսանկյունից Նորվեգիայի համար։ Մենք հասել ենք վճռորոշ պահի, որտեղ Եվրամիության անդամակցությունը մեզ համար այլ կերպ է կարևորվում, քան նախկինում բացատրել է նա։ Նշվում է, որ չնայած նորվեգացիների մեծամասնությունը դեռևս չի աջակցում Եվրամիության անդամակցությանը, սակայն վերջին 18 ամիսների ընթացքում Եվրամիության անդամակցելու կողմնակիցների թիվը աճել է։ Պարբերականի աղբյուրները նշում են, որ ի տարբերություն Ուկրաինայի, Մոլդովայի կամ Սերբիայի, Իսլանդիան եւ Նորվեգիան գրեթե 80%-ով պատրաստ են ինտեգրմանը եւ կարող են արագ միանալ կառույցին։ Նշվում է նաև, որ Եվրամիության ներկայիս անդամների համար ավելի հարուստ սկանդինավյան երկրներին ակումբ ընդունելն ավելի գրավիչ է, քան արևելքից աղքատ երկրների ևս մեկ խումբ ընդունելը։ Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցի համաձայն Վրաստանը զգալի ժողովրդավարական նահանջ է ապրում եւ երկիրը վտանգում է դառնալ բռնապետություն Ռուսաստանի ազդեցության ոլորտում։ Հանձնաժողովը խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության շարունակական վատթարացմամբ, որը ներկայիս զարգացումների պայմաններում կհանգեցնի Ռուսաստանի ազդեցության ոլորտում ամուր արմատացած բռնապետության, որը նման է Բելարուսին, նշվում է զեկույցում։ Փաստաթղթի հեղինակները նշում են, որ Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան աջակցում են Թբիլիսիի արևմտյան ինտեգրման ուղուն, այդ թվում ՆԱՏՕ-ին եւ Եվրամիության անդամակցության հեռանկարին, մինչդեռ Ռուսաստանը ըստ հանձնաժողովի ձգտում է խոչընդոտել դրան։ Փաստաթղթում նշվում է, որ այս հակասությունները հիմք են հանդիսացել 24 թվականի ընտրություններից հետո քաղաքական ճգնաժամի համար։ Ըստ պաշտոնական ընտրությունների արդյունքների իշխող վրացական երազանք կուսակցությունը ստացել է ձայների 54%, սակայն ընդդիմությունը եւ այն ժամանակվա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել են ճանաչել արդյունքները, ինչը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի։ Զեկույցում նշվում է, որ 2012 թվականից ի վեր վրացական երազանքը ամրապնդել է իշխանությունը, սահմանափակել ընդդիմությանը, կասեցրել Եվրամիության անդամակցության բանակցությունները եւ խթանել հակաեվրոպական հռետորաբանությունը։ Հանձնաժողովը կոչ է արել Մեծ Բրիտանիայի իշխանություններին ընդլայնել պատժամիջոցները վրացական երազանքի ներկայացուցիչների, բիզնես էլիտայի եւ ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների նկատմամբ։ Սա զեկույցի զգալիորեն կբարձրացնի վրաց ժողովրդի եվրոպական ինտեգրման ձգտումները խթանելու ձգտումը խաթարող անձանց ծախսերը եւ խորհրդանշում է Մեծ Բրիտանիայի աջակցությունը վրացական ժողովրդավարությանը, այլ ոչ թե բռնապետությանը։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, կհանդիպենք։